օրինակ Հայաստանի Հանրապետությունում գրվում է վիրաբուժության պատմության իմ կարծիքով փայլուն էջերից մեկը, եւ մենք իրականացրեցինք առաջին հեռավար վիրահատությունը Հայաստանի եւ Բելգիայի միջեւ, ավելի քան 3300 կիլոմետր հեռավորությունից մեր բժիշկը միջազգային համբավ եւ մեծ վաստակ ունեցող urolog դոկտոր Մոտրին իրականացրեց Հայաստանի առաջին հեռավար ռադիկալ պրոստատեկտոմիա ռոբոտային համակարգի օգնությամբ։ Շագանակագեղձի քաղցկեղեր առաջնային փուլում ախտորոշված, կատարվեց շագանակագեղձի քաղցկեղի արմատական հեռացում ռոբոտիկ տարբերակով, ամեն ինչ հարթ է ընթացել, Փառք Աստծո, նորմալ է ընթացել, վիրահատությունը տևել է ընդամենը 2 ժամ, հեռավար վիրահատության համար 2 ժամում սկսել եւ ավարտել վիրահատությունը, դա ֆանտաստիկ արդյունք է։ SlavMed Medical Center Հեռավար վիրահատությունների ժամանակ թիմերի միջև համակարգված աշխատանքը շատ կարևոր է։ SlavMed-ն ապահովեց այդ բարձր մակարդակը եւս մեկ անգամ փաստելով տարածաշրջանում իր առաջատար դիրքը։ Ռոբոտային հեռավար վիրաբուժության ներդրմամբ կլինիկան նոր էջ է բացում, եւ ես ցանկանում եմ իմ փորձով եւ գիտելիքներով նպաստել, որպեսզի այս ձեռնարկը մեծ հաջողություններ գրանցի։ Մեր ցանկացած բնակիչ այլևս կարող է ստանալ ցանկացած միջազգային, համաշխարհային կարգի բժշկի բուժօգնություն հենց Երևանում, հենց SlavMed բժշկական կենտրոնում, չմեկնելով արտերկիր եւ միևնույն ժամանակ պարադոքսալ է, բայց չունենալով նաեւ այստեղ այդ պայմանական մասնագետի առկայություն։ Եվ մենք համագործակցելու ենք եւ համագործակցում ենք բազմաթիվ մասնագետների հետ, ովքեր որ կկարողանան միանալ մեր համակարգին եւ մեր համակարգի օգնությամբ իրենց բուժօգնությունը ցույց տալ Հայաստանի Հանրապետությունում հենց SlavMed բժշկական կենտրոնում։ Սա նոր հնարավորություններ է ստեղծում, նաև որ մենք Հայաստանից վիրահատենք այլ երկրներ, այսինքն այլ երկրներով եթե մարդիկ ուզենան որպեսզի մենք ռոբոտով վիրահատենք իրենց, հեռավար կարող ենք այլ երկրներում վիրահատել մարդկանց։ Սա բժշկության եւ վիրաբուժության սահմանները կոտրում է, մարդ կարող է Հայաստանից վիրահատել Բելգիա, Բելգիայից կարող է վիրահատել Ճապոնիա, Չինաստան,